Սիրելի հայրենակիցներ, ես խոսելու ցանկություն չունեի, մանավանդ օրակարգը բոլորովին այլ է, բայց այստեղ հնչեցին մի շարք մտքեր, հաստատումներ, որոնց պարզապես անդրադառնալ չեմ կարող։ ԿՊ-ական, ուրեմն падգամավորները, թե այս ամբիոնից, թե այս օրերին նախընտրական ընդհանուր մթնոլորտի մեջ, միմյանց հետ չտալով հայտարարում են, թե խաղաղությունը հաստատված է եւ ինչպես երբեք Հայաստանը ինքնիշխան է, ինչպես երբեք չի եղել։ Ես շատ բնական, պարզ, հազարավորների անունից հարց եմ տալիս, այդ որ խաղաղության մասին եք խոսում։ Այն խաղաղության մասին եւ այն ինքնիշխան երկրի մասին, որի 210 քառակուսի կիլոմետր տարածք, ընդ որում պաշտոնական թվերն եմ ես ընդհանրապես հրապարակում, օկուպացված են թշնամու զորքերի կողմից։ Երբ օկուպացված են թշնամական զորամիավորումների կողմից ջերմուկի եւ սոտքի ռազմավարական նշանակության բարձունքները, եւ վերջերս ընդհանրապես ի հայտ եկավ, որ հերթական դիրքային առավելություն են սահմանել ադրբեջանական զորքերը, ինչի մասին հայաստանյան պաշտոնական աղբյուրները ուղղակի համառորեն լռում են։ Ես ուզում եմ հարցը շարունակել այդ որ խաղաղության մասին։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան հռչակագրի վրա դեռևս թանակը չստորագրած Ալիևը Բաքվում հայտարարում էր Արևմտյան Ադրբեջան հայեցակարգի մասին եւ ի հայտ են գալիս բոլոր աղբյուրներից, հնարավոր պաշտոնական աղբյուրներից, որ Արևմտյան Ադրբեջանի հայատյաց խոսույթն ու քաղաքականությունը պարզապես կառավարվում է Ալիևի վարչախմբի կողմից եւ բուն իր աշխատակազմի կողմից եւ հրահանգվում է նաեւ այդ նախագահականի կողմից։ Եթե դուք չեք հետևում լուրերին, ես հաճույքով իհարկե այդ անունները չեմ ուզում այստեղ հնչեցնել, բայց Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիկ օրկեստրը կատարում է Երևանի հիմնը եւ դա կատարվում է նաեւ պետական համերգասրահներում։ Ձեր ականջները իհարկե խուլ են եւ ձեզ դրանք չեն հասնում։ Ես ուզում եմ նաև հարցնել, թե որ խաղաղության մասին է խոսքը։ Այն խաղաղության, որի զուգահեռ Բաքվում ընթանում են խայտառակ դատավարություններ, ուր ցկյանս դատապարտվում են, ցկյանս մահապատիժի կամ չմահապատիժա, դա իհարկե ցկյանս Արցախի եւ մեր արժանապատվությունը կոփած հերոսները, սա է ձեր խաղաղությունը։ Որ խաղաղությունը, ուզում եմ ձեզ հարց տալ, այն խաղաղությունը, որը շարունակ Ադրբեջանի բոլոր պաշտոնական խոսույթներում քամահրանքի, ծաղրանքի առարկա է դառնում եւ հերթական զիջումների, պահանջատիրության, այստեղ Ջուլհակյանը կտոր ինչ որ արտահայտություն էր անում, որը կառուցված է իմ հայրենիքից կտոր զիջումների վրա, դա է ձեր պատկերացած խաղաղությունը։ Եվ նաև այն խաղաղությունը, երբ որ այս իրականությանը զուգահեռ Հայաստանի բարձր պաշտոնյաները իրար չզիջելով շնորհակալություն են հայտնում Բաքվի բռնապետին։ Ճիշտ այն բռնապետին, որը չի դադարեցնում հայատյաց քաղաքականությունը։ Այն քաղաքականությունը եւ այն խաղաղությունը, որը Արցախում 3000-ամյա Արցախում շարունակում է հայկական հետքի մշակութային ժառանգության ոչնչացումը, որը Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակի վրա է դրված։ Դուք այստեղ շարունակ այսպես այլ բառապաշար եք օգտագործում, մեզ մեղադրում եք իբրև թե այսպես պատերազմի հրձգության մեջ եւ այլն, որ հանգարց եղբայրական Ադրբեջանին հոգեկան քնքուշ լարերին չկպնենք։ Ես ձեզ հիշեցնեմ այն բառապաշարը, որով դուք ընդամենը 2 տարի առաջ խոսում էիք այդ նույն Ադրբեջանի, ագրեսոր Ադրբեջանի ուրեմն հասցեին եւ ես ձեզ հիշեցնում եմ Ուրեմն 2023 թվականին այն 1864 ուրեմն հրամանագիրը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին։ Ահա թե ինչպիսի բառապաշար եք օգտագործում։ 23 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական հարձակման, բնակչության բռնի տեղահանման
Ինչպես նաև նկատի ունենալով 22 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի, Միջանցքի, Ապուրինի արգելափակումը եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը, հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 23 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում թիրախավորվել են նաև Ղարաբաղի բնակավայրերը, բնակվող խաղաղ բնակչությունը, նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի Հանրապետության բացահայտ ագրեսիան եւ լայնածավալ ռազմական գործողությունները հանգեցրել են հազարավոր զոհերի, նյութական կորուստների, հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները բռնի տեղահանվել են իրենց մշտական բնակության երկրից համատարած բռնության եւ բռնության իրական սպառնալիքի արտաքին հարձակման, միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, Ադրբեջանի Հանրապետության հայատյաց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման ենթարկելու քաղաքականության պատճառով եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչները հնարավորություն չունեն ներկայումս վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր եւ հետո երկրորդ տողում շարունակում եք նկատի ունենալով նաեւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման միջազգային երաշխիքների բացակայությունը Հիմա դուք հրաժարվել եք այս խոսույթից եւ ամբողջովին հրաժարվել եք այս խոսույթից հիմա դուք գնում եք խաղաղության ամեն գնով խաղաղության կտոր մեր հայրենիքը իմ հայրենիքը զիջելու խաղաղության մեր արժանապատվությունը նվաստացնող արժանապատվությունը ոտնատակ տվող խաղաղության սա խաղաղություն չի սա միակողմանի Ադրբեջանի եւ Բաքվի կողմից թելադրված պահանջների միակողմանի կատարում է ընդ որում ես ձեզ հիշեցնեմ նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որը ասում էր, կարծեմ 18 թվականին, միակողմանի զիջումները կապիտուլյացիա են եւ ուրիշ ոչինչ։ Սա ձեր առաջնորդի խոսքերն են։ Իսկ հիմա դուք եկել եք այստեղ եւ լեգիտիմացնում եք ձեր քաղաքական թիմը եւ ձեր առաջնորդը, դուք լեգիտիմացնում եք էթնիկ զտում, որը ինքնին ցեղասպանություն է։ Ես ձեզ ուզում եմ նաև մի բան էլ հիշեցնել, դուք շարունակ մոռանալով եք ձեր խոսույթը, սա է ձեր պաշտոնական խոսույթը, եւ պատմությունը արձանագրում է այս խոսույթը, որ դուք իրավացիորեն, այո 23 թվականին դուք սիրում եք, չէ, Հարություն Ասիջյանի շարունակ պատտվել, շարունակ աշխարհը ձեր համար ճոճք է, ու այն ավտոբուսի լուսամուտներից այն կողմ չեք տեսնում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Սա է ձեր պաշտոնական խոսույթը եւ շատ ճիշտ գնահատականներ ագրեսիայի եւ էթնիկ զտման մասին։ Ինչի համար ես երախտապարտ եմ, որտեղ պատմությունը սա է արձանագրելու եւ ոչ թե այս ամբիոնից, խնդրում եմ թույլ մի տվեք, որ ինձ ընդհատեն։ Ուրեմն հիմա շարունակում եմ։ Հիմա դուք հետին թվով մեղքը գցում եք ում վրա, որ չասես ձեր մտքով անցնում է եւ հատկապես ձեզ հայացք ուղում եք այս կողմը։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Շահրամանյանի բացահայտումը եւ հրապարակային հայտարարությունը, որ Այդ վերջին հայտարարությունը համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ Սատումա ես ներկա եմ եղել, սատումա չի եղել տես բան։ Ես թույլ տվեք ես խոսեմ, ներկա եմ եղել բոլոր զույգներին, այդպեսի բան չի եղել։ Պետք չի սատեր ստեղ բան անել։ Ինձ մի ընդհատեք, դուք ինձ ընդհատելու որևէ լավ։ Մի ասեք, ես անձամբ եմ ներկա եղել, այդ ամեն ինչը չի եղել տես բան։ Լավ, դուք իմ ժամանակը միգուցե իմ ժամանակը խնդրում եմ վերականգնեք։ Ոչ, չեմ վերականգնի, եւ նաեւ շարունակեք։ Կարելի չընդհատեք, դուք դա իրավունքը չունեք կանոնադրային։ Եվ Շահրամանյանը փաստում է, որ այդ փաստաթղթի վրա աշխատել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հիմա եկեք ուրեմն եկեք հասկանանք։ Շարունակեք։ Ուրեմն դուք դադարել եք լինել Արցախի անվտանգության երաշխավորը, Հայաստանի պաշտոնական իշխանություններ, ինչը ձեր սահմանադրական պարտականությունն էր։ Եվ հիմա հայտարարում եք, որ Ղարաբաղը համալրեց կորսված հայրենիքի շարքը, այո, կշարունակի նաև նոր տարածքներ կշարունակեն համալրել այս շարքը, քանի դեռ իշխանությունը վարվում է այսպիսի ապազգային քաղաքականությամբ։ Այստեղ մտքեր են, ես ուզում եմ հարցնել, թե որն է ձեր քաղաքական մոդելը, իսկապես, այսօր դուք մեր ժողովրդին գոյաբանական շանտաժի եք ենթարկում, դուք փորձում եք կոտրել մեր դիմադրողականությունը, ձեր վախերը, ձեր քաղաքական նվաստացումները, ձեր քաղաքական անկարողությունը, իմպոտենտությունը ուզում եք բարթել հայ ժողովրդի վրա, դա ձեզ չի հաջողվի, որտեղ դուք այսօր ներքին պատերազմ եք հայտարարել
միգուցե ձեր թվում է թե խաղաղություն եք հաստատել, բայց դուք ներքին պատերազմ եք հայտարարել մեր ժողովրդի նկատմամբ եւ այդ պատերազմի անունն է պատերազմ մեր ինքնության դեմ։ Դուք փակում եք եւ ձգտում եք փակելու երրորդ հանրապետությունը, որտեղ իր բոլոր թերություններով, իր բոլոր նահանջներով հանդերձ ինստիտուցիոնալ երկիր էր, պետականություն ունեցող երկիր էր, որը կարողացել էր պահել արժանապատիվ խաղաղությունը։ Դուք եկաք, սկսեցիք ձեր զրոկետից, ձեր սպիտակ էջից, որը աղետալի եւ արյունոտ պատմություն է Եվ թե մեր պատմության մեջ ցավոք ստի եւ նաեւ ձեր քաղաքական ուժի ճակատին եւ ճակատագրում, որը երբեք հնարավոր չէ հերքել։ Ուրեմն դուք փակում եք երրորդ հանրապետությունը, ձեզ թվում է, բայց չունեք բանալին, թե ինչպես է կառուցում երրորդ, չորրորդ հանրապետությունը։ Եվ չորրորդ հանրապետության կառուցման ձեր բանալին մեր ազգային նվաստացումն է, մեր ազգային համահայկական իրավունքներից հրաժարումն է, մեր ինքնությունից հրաժարումն է։ Այս տարածաշրջանում միգուցե ձեր պատկերացումների մեջ Հայաստանը ընդհանրապես հաբ է, չնեղացնենք, այո, Բաքվից եւ Ադրբեջանից թելադրված օրակարգով դուք ուզում եք Հայաստանին վասալացնել։ Սա Հայաստանի թրքացման ծրագիրն է, մեր ինքնության հաշվին։ Եվ ես իմ ամենադաժան երևակայությամբ չէի կարող պատկերացնել, որ մի օր այս ամբիոնում Արարատը մերն է, թե մերը չի, չգիտեմ, Ամարասը մերն է, թե մերը չի, կամ Դադիվանքի հարցականով կարելի է խոսել այդ մասին։ Ամուր։ Ավարտեք։ Թող 1920 թվականին Դաշնակցությունը Արարատը չկորցներ, որ հիմա չքննարկենք, մերն է, թե մերը չի։ Իդեպ այդ կորցնելու ժամանակ դրանց զուգահեռ Դաշնակցությունը նամակ էր գրում Աթաթուրքին, խնդրելով ռազմական օգնություն բոլշևիկների դեմ, էդ էլ ասեմ։ Դրանից մի 2 տարի առաջ էլ Դաշնակցությունը պատվիրակություն էր ուղարկում Սուլթանի մոտ, որտեղ Դաշնակցության պաշտոնական ներկայացուցիչը Սուլթանին ասում էր, որ Հայաստանը իր գոյությամբ անկպետությունը նկատի ուներ, պարտական է Օսմանյան կայսրությանը։ Ձեզ չչքմեղանակ, էլի, այնքան կասեմ կմնաք տակը։